Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում բաժնի ուսանողներն իրենց շուրջ մեկամսյա ուսումնական պրակտիկան անցկացնում են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում։ Դասախոս Սամվել Ենոքյանի ուղեկցությամբ ուսանողները զգուշությամբ պատերից իջեցնում են սրբապատկերները, լուսանկարում և տեղափոխում ժամանակավորապես արվեստանոցի վերածված այս տարածք։ Հոգևոր հովիվ տեր-Եղամ ավագ քահանա Քեսաբյանն ասում է, որ այստեղ իր շուրջ 25 տարվա ծառայության ընթացքում դեռ այսպիսի աշխատանք չի արվել։ Սրբապատկերները ցածր են կախված, հավատացյալներն էլ սովորություն ունեն նկարների առջև աղոթելիս համբուրել ու հպվել դրանց։ Այստեղից են հավանաբար առաջացել նկարների մեխանիկական վնասվածքները։ Մաքրման աշխատանք կատարվելուց հետո կտավը փոխանցվում է մեզ, որից հետո մենք սկզբնական շրջանում բացում ենք պրոբաներ, կեղտոտվածության աստիճանը հասկանալու համար, հետագայում արդեն սկսում ենք մաքրել կտավը։ Ներկա պահին մենք մաքրում ենք ջրով եւ սև օճառով։ Այն հատվածները, որոնք բացակայող են, այդ հատվածին մոտավորապես գույն ենք որոշում ու զրել լրացնում ենք, որպեսզի հեղինակի նկարից շատ չտարբերվի։ Երիտասարդ մասնագետները սկզբում քննում են վնասվածքի պատճառը, բացահայտում խոնավության, ջերմաստիճանի, հպման, թե ժամանակի ազդեցությամբ են առաջացել փոփոխությունները, ապա նոր միայն անցնում մաքրման և ամրացման աշխատանքին։ Յուրաքանչյուր կտավի վրա աշխատանքը օրեր է տևում, կախված աղտոտվածության աստիճանից։ Համբերություն, զգուշություն և պատասխանատվություն պահանջող այս աշխատանքը նաև հոգևոր գիտելիք է պահանջում։ Այստեղ ունենք աշխատանք, որը արդեն բացակայող ներկաշերտի թափվածներ են։ Ունենք ևս մի աշխատանք, ընդ առաքյալը, որ ֆաներայի վրա է արված ու բավականին վատ վիճակում է։ Այնտեղ արդեն process-ը գնում է մաքրման, հետո արդեն կհասկանանք գրունտի կամ բացակայող ներկաշերտի լրացումներն է կանենք։ Այս պահին հիմա այս աշխատանքի վրա էլի աշխատանք ունենք շրջանակի հետ կապված, որը որ հետևի կախիչի ենթաշրջանակի, որը որ չի հագնում ռամկի մեջ, դա էլ արդեն հասկանանք պատվիրում ենք, վերցնում ենք, փոխում ենք, թե իրանով ենք փորձում բավարարվել։ Իսկ լցոնումների հետ կապված հիմա ներկանյութի բացակայող հատվածների լցոնումները պետք է անենք, օրինակը ցույց կտամ, հետո ուսանողները արդեն կփորձեն։ Ըստ պահպանված սուղ տեղեկությունների այս վայրում 9-րդ դարում կառուցված եկեղեցի է եղել, որը երկրաշարժից փլուզվել է։ Ներկայիս շինությունը կառուցվել է 20-րդ դարի 50-ական թվականների վերջին խոնարհված եկեղեցու հիմքի վրա և հիմնովին վերականգնվել է 2004 թվականին Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ։ Ինքը կառուցված է եղել խճաքարերով։ Հիմա է որ երեսապատվել է կարմիր գեղեցիկ քարեր են։ Ես մի բանի վրա եմ միայն ցավում, որ ինքնուս կերպով են վերանորոգել այն ժամանակվա հավատացյալները, հազիվ կարողացան են այսքանը կատարել, շնորհակալություն ինձ հոգիները լույս իջնի, 25 տարի մի փոքր ավելի մեր եկեղեցու ներսի նկարները այսքան մանրակրկիտ չէր մաքրվել, քանի որ մոմի ծուխը եւ յուղը նստածել այսպես շերտ էր կազմել, երբ այսօր երեխաները մաքրում են, զարմանում այսինչ գեղեցիկ նկարներ են իհայտ գալիս, եւ քանի որ մեր եկեղեցին է Սուրբ Հարության անունն է կրում, իր անվանակոչման եկեղեցին է, զատկական մեծ նվեր եղավ ամբողջ քոլեջի կողմից։ Արվեստի և մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն այս եկեղեցու հետ կապված սեփական պատմությունն ունի։ Այստեղ է մասնակցում Սուրբ և Անմահ Պատարագի, խնդրել է Տեր Հոր օրհնությունը մաքրելու և վերականգնելու խորանի սրբապատկերը, ապա խորհրդակցելով քոլեջի դասախոսների հետ որոշել են մինչև Սուրբ Հարություն վերականգնել ու նոր շունչ տալ եկեղեցու պատերը զարդարող բոլոր նկարներին։ Մշակույթի և արվեստի պետական քոլեջի արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում բաժինը համեմատաբար երիտասարդ է։ Այն վերականգնողներ պատրաստող միջին մասնագիտական միակ ուսումնական հաստատությունն է Հայաստանում։ Առաջին տարիներին ընդամենը 4-5 շրջանավարտ է ունեցել։ Այսօր յուրաքանչյուր լսարանում սովորում է 15-ից 20 ուսանող, որոնք զուգահեռաբար աշխատում են Հայաստանի պատմության, Էրեբունի թանգարաններում և Մատենադարանում։ Ես միշտ հիշում եմ, որ լուսահոգի Նադեժդա Սարգսյան երբ որ տնօրեն էր, մենք երբ որ ընդունելության ժամանակ մասնագիտությունների համար հայտ էինք ներկայացնում եւ ընդունվելու քանակ էինք ուզում, անընդհատ լուսահոգի
Նադյան բախվում էր մի խնդրի հետ։ Չունեինք դիմորդ շատ եւ նաեւ կար ցուցում, որ ակտուալ չէ մասնագիտությունը, միգուցե փակենք, դա կվկայեն նաեւ իմ գործընկերները, ովքեր ինձ հետ աշխատում էին։ Եվ ելի նորից պետք է հիշեմ լուսահոգի Դավիթին Բեջանյան քանդակագործ, ով իր ամուսինն էր, ու անընդհատ ասում էր, որ գեթ մեկ մասնագետ, եթե մենք կարողանանք այս պայմաններում այս մասնագիտությամբ տալ մեր երկրին, մեր աշխատաշուկային, ապա մենք ինչ-որ բան արած կլինենք։ 2 օրից Սուրբ Հարության տոնն է։ Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում որպես աղոթքի պատուհան, որը միշտ բաց է Տիրոջ առաջ, մեկը մյուսի ետևից կախվում են նորոգված սրբապատկերները, դիտողի սրտում վերարթնացնելով հրաշափառ հարության սպասումը։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։